Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Բրուքլինում սարսափելի վրաերթ, մայրն ու երկու դստրերը մահացել են սինագոգից վերադառնալիս, մեղադրյալը Մարիամ Յարիմին վարել է մեքենան ժամկետնանց իրավունքով։ Միչիգանում ողբերգություն փոթորիկի ժամանակ ծառն ընկել է միկրոավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվել է 3 անչափահաս։ Քամին Ինդիանայում տապալել է Սայլ և բեռնատար 2 նոր զոհ։ Կալիֆոռնիայում նոր անտառային հրդեհ Silver Fire տարհանվել են հարյուրավոր ընտանիքներ չոր ու քամոտ եղանակի ֆոնին։ Հրկիզում Նյու Մեքսիկոյում հանրապետականների գրասենյակի մուտքը հրկիզվել է, հնարավոր է քաղաքական շարժառիթ։ ԱՄՆ միգրացիոն մարմիններն առաջարկում են ընդլայնել վերահսկումը մինչև քաղաքացիության և ապաստանի դիմորդների շրջանակը, կստուգվեն բոլորի սոցմեդիաները։ Թրամփը երրորդ ժամկետի մասին լուրջ է խոսում, մեթոդներ կան, ասում է նա, չբացահայտելով մանրամասները։ Մենք բացահայտում ենք, որքան հեռու կարող է գնալ այս գաղափարը։ Պուտին, Թրամփ և Զելենսկի։ Թրամփը զայրացած է Պուտինի վրա, Զելենսկու լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար, միաժամանակ սպառնում է պատժամիջոցներով և մաքսատուրքերով։ Ազատագրման օր ապրիլի 2-ին Թրամփը հայտարարում է մաքսատուրքերին նոր փաթեթ, ասելով, որ Միացյալ Նահանգները պետք է ազատվի արտասահմանյան ապրանքներից, տնտեսագետներն ահազանգում են, գներն ու հարկերը կբարձրանան։ Տրենդե Արագուայի և MS-13-ի անդամները արտաքսվել են։ Թրամփը շնորհակալություն է հայտնում Սալվադորին համագործակցության համար, 17 նոր արտաքսում նախկին հարյուրավորների կողքին։ Դաշնային դատավորը կասեցրել է վենեսուելացիների TPS կարգավիճակի դադարեցումը, որոշումը պաշտպանում է 600,000 մարդու իրավունքները ընդդեմ Քրիստի Նոեմի և Թրամփի պնդումների։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Նյու Յորքում մայրն ու նրա 2 դուստրերը մահացել են փողոցում սարսափելի վրաերթի հետևանքով։ Բրուքլինում մի կին արագ սլանալով չի կանգնել կարմիր լույսի տակ ու վրաերթի ենթարկել հրեա ընտանիք, որը տուն էր վերադառնում սինագոգից։ Մարիամ Յարիմին մեղադրանքի առաջադրվել 3 դեպքով՝ անզգուշությամբ սպանության և երկրորդ աստիճանի հարձակման հոդվածներով, ինչպես նաև մի շարք այլ իրավական խախտումներով։ Ոստիկանության տվյալներով Յարիմին վարել է մեքենա ժամկետնանց վարորդական իրավունքով։ Սա սարսափելի ողբերգություն էր, որը պատճառվել է մի մարդու կողմից, ով ընդհանրապես չպետք է լիներ ճանապարհին, ասել է Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Տիշը։ 35-ամյա կինը և նրա 6 ու 8 տարեկան դուստրերը մահացել են տեղում։ 4-ամյա որդին այժմ գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրեր այցելել նաև Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։ Պարզվել է, որ Յարիմին բացի ժամկետնանց վարորդական իրավունք ունենալուց, ուներ տասնյակ չվճարված վարչական իրավախախտումների տուգանքներ $10,000 չափով։ Վերջինս ընդամենը նախորդ տարի էր դատական հայցով $2 միլիոն ստացել Նյու Յորքի ոստիկանությունից, թե 20 տարի առաջ իրեն ոստիկան է բռնաբարել։ Ուժեղ փոթորիկները շարունակում են հարվածել մի շարք նահանգներին։ Միչիգանում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Կալամազու շրջանում հսկայական ծառը փոթորիկի ժամանակ ընկել է միկրոավտոբուսի վրա, սպանելով 2, 4 և 11-ամյա 3 անչափահասի։ Դեպքը տեղի է ունեցել Դեթրոյթից մոտ 200 կիլոմետր արևմուտք։ Տուժել են նաև միկրոավտոբուսում գտնվող ևս 3 մարդ։ Շերիֆ Ռիչարդ Ֆուլերը հայտարարել է, որ ընտանիքը պարզապես չէր կարող խուսափել դեպքից, ծառը ընկել է ուղիղ այնտեղ, որտեղ նստած են եղել երեխաները։ Ինդիանայում քամին շրջել է Սայլը, խլելով 84-ամյա տղամարդու կյանքը։ Մեկ այլ դեպքում Վալպարաիսո քաղաքում քամիները տապալել են բեռնատար, ինչի արդյունքում զոհվել է 34-ամյա վարորդը։ 300,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վտանգավոր գոտում են մնում Միչիգանը, Վիսկոնսինը, Ինդիանան, Օհայոն և Թենեսին։ Կալիֆոռնիայի արևելքում ուժեղ քամիները նոր անտառային հրդեհներ են ստեղծել, տարհանվել են հարյուրավոր տների բնակիչներ։ Silver Fire անունը կրող հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին Ինյո շրջանում 6-րդ մայրուղու երկայնքով Բիշոփ քաղաքից մոտ 8 կիլոմետր հյուսիս-արևելք Օուենս հովտում։ Այն արդեն այրել է մոտ 5 քառակուսի կիլոմետր չոր խոտածածկ տարածք։ Նևադայի սահմանին գտնվող Ինյո շրջանը վերջին շրջանում գրեթե տեղումներ չի տեսել և գտնվում է անորմալ չորության վիճակում, որոշ հատվածներում գրանցված է նաև ծայրահեղ երաշտ։ Նյու Մեքսիկոյի հանրապետական կուսակցության գրասենյակը հրկիզվել է։ Ալբուկերկե քաղաքում գտնվող հանրապետական կուսակցության շենքի մուտքը վնասած հրդեհը հետաքննվում է որպես դիտավորությամբ հրկիզում, հայտնում է հրժեշտծառայության պաշտոնյան։ Թեպետ ներկայումս կասկածյալ չի նշվում, հրդեհի հանգամանքները միաժամանակ քննվում են տեղական իրավապահների, հետախուզության դաշնային բյուրոյի, հրազենային ու պայթուցիկ նյութերի վերահսկման դաշնային բյուրոյի կողմից։ Ալբուկերկեի հրժեշտծառայության լեյտենանտ Ջեյսոն Ֆեյերը հայտնել է, որ շենքի կողքին սփրեյով գրված էր «Այսը հավասար է KKK»։
Նա նշել է, որ դեպքի հետագա քննությունը հանձնվել է դաշնային մարմիններին։ Կուսակցության խոսնակ Էշ Սոուլարը հայտնել է, որ շենքում տեղադրված տեսահսկման համակարգերը ֆիքսել են հրդեհի պահը, սակայն նա հրաժարվել է տրամադրել տեսագրության մանրամասները, նշելով, որ իրավապահ մարմինները կուսակցությանը հորդորել են չհրապարակել նյութը եւ չքննարկել բովանդակությունը։ Միգրացիոն ծառայությունները ցանկանում են սոցիալական մեդիայի հաշիվների տվյալներ հավաքել գրին քարտի, քաղաքացիության կամ ապաստանի դիմողներից։ Սոցիալական մեդիայի վերահսկումը նոր չէ, այն կիրառվել է դեռևս Օբամայի վարչակազմից սկսած եւ զգալիորեն ուժեղացվել Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է 60-օրյա ծանուցում հանրային կարծիք ստանալու նպատակով Թրամփի հրահանգի իրականացման վերաբերյալ, որը կոչվում է Միացյալ Նահանգների պաշտպանությունը օտարերկրյա բնակիչներից եւ ազգային անվտանգության ու հասարակական անվտանգության այլ սպառնալիքներից։ Ներկայումս սոցիալական մեդիայի հաշիվների ներկայացումը պարտադիր է մուտքի վիզայի դիմորդների համար, բայց այս նոր առաջարկը կարող է տարածվել այն անձանց վրա, ովքեր Միացյալ Նահանգներ են մտել նախքան այդ պահանջների ուժի մեջ մտնելը։ USCIS-ի գնահատմամբ առաջարկվող փոփոխությունը կազդի մոտ 3.6 միլիոն մարդու վրա։ 2019-ից սկսած Պետդեպարտամենտը սկսել է սոցիալական մեդիայի տվյալներ հավաքել գրեթե բոլոր արտասահմանցիներից, ովքեր ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ, տարեկան մոտավորապես 15 միլիոն մարդուց։ Արհեստական բանականության գործիքները վերջին տասնամյակում զգալիորեն զարգացել են, հնարավորություն տալով վերլուծել միլիոնավոր սոցիալական մեդիայի հաշիվներ։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ այդ գործիքներն ունեն սահմանափակումներ եւ կարող են սխալներ թույլ տալ։ USCIS-ի նախկին տնօրեն Լեոն Ռոդրիգեզը նշում է, որ արհեստական բանականությունը կարող է կիրառվել որպես նախնական ստուգման միջոց, սակայն այն չի կարող փոխարինել փորձառու անվտանգության փորձագետների։ Թրամփը խոսում է երրորդ ժամկետով առաջադրվելու մասին։ Լուրջ թե կատակով հարցը մնում է բաց։ Նախագահը կատակով չի խոսում, ինչպես ինքը նշեց NBC News-ին տրված հարցազրույցում, երբ անդրադարձավ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրությանը։ Թեև սահմանադրության 22-րդ ուղումը հստակ արգելում է 2 ժամկետից ավելի նախագահել եւ սահմանադրական փոփոխությունը պահանջում է բազմաթիվ իրավական ու քաղաքական խոչընդոտների հաղթահարում, Թրամփը ասել է. մեթոդներ կան, սակայն չի մանրամասնել։ Հնարավոր, բայց խոցելի տարբերակներ երրորդ ժամկետի համար։ Առաջին տարբերակ՝ վերանայել սահմանադրության 22-րդ ուղումը։ Այդ ուղումը հստակ ասում է, ոչ մի մարդ չի կարող ընտրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 2 անգամից ավելին։ Փոփոխության համար պահանջվում է 38 նահանգների համաձայնություն, գրեթե անհնար։ Տարբերակ երկրորդ՝ Թրամփը որպես փոխնախագահ։ Սա էլ հնարավոր չէ։ 12-րդ ուղումն է այս մասին էլ խոսում, եթե որևէ անձ սահմանադրորեն իրավունք չունի նախագահ դառնալու, ապա չի կարող նաև լինել փոխնախագահ։ Մնում է միայն վերջին տարբերակը՝ Թրամփը որպես ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Այո, հնարավոր է։ Թրամփը կարող է ընտրվել որպես խոսնակ, եւ եթե 2028-ին ընտրվի հանրապետական նախագահ, ապա նախագահն ու փոխնախագահը կարող են հաջորդաբար հրաժարականներ տալ եւ տեսականորեն հնարավոր է, որ արդեն նախագահի պաշտոնը ստանձնի ներկայացուցիչների պալատի խոսնակ Դոնալդ Թրամփը, բայց սա ենթադրում է հանրապետականների լիակատար համախմբում եւ քվեարկություններ, որոնք քաղաքականորեն շատ բարդ են։ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը կամավոր է հեռացել 2 ժամկետից հետո ստեղծելով մի ավանդույթ, որին հետևել են բոլոր նախագահները մինչև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Ռուզվելտը երկրի ղեկին գտնվելով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընտրվել է երրորդ անգամ, իսկ 1944-ին նաև չորրորդ։ Նա մահացել է հաջորդ տարում 1945-ին։ Նրա մահից 2 տարի անց սկսվել է սահմանադրական գործընթաց պաշտոնապես սահմանափակելու նախագահական ժամկետները։ Արդյունքում ընդունվել է 22-րդ ուղումը, որն այժմ արգելում է երրորդ ժամկետը։ Պաշտոնական Կրեմլն այսօր հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մնում է բաց կապի համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այն բանից հետո, երբ վերջինս կիրակի օրն ասել էր, որ զայրացած է Ռուսաստանի Դաշնության նախագահի վրա։ Թրամփը սպառնացել է ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ սահմանել 25-ից 50%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր, եթե զգա, որ Մոսկվան խոչընդոտում է Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու իր ջանքերին։ Նա NBC News-ին ասել է, որ զայրացած է, քանի որ Պուտինը նախորդ շաբաթ կասկածի տակ էր դրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի առաջնորդության լեգիտիմությունը։ Թեպետ Թրամփը կարծես որդեգրել է ավելի հաշտվողական դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ, ինչը անհանգստացնում է արևմտյան դաշնակիցներին, նա շարունակում է պնդել, որ ցանկանում է
ավարտին հասցնել անհեթեթ պատերազմը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Թրամփն արդեն կոչ է արել Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացում եւ Զելենսկուն էլ նախկինում անվանել էր դիկտատոր։ Կիրակի օրը նա կրկին քննադատել է Զելենսկին, բայց այս անգամ այլ պատճառով կապված ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային առաջարկված հանքային համաձայնագրի հետ, որը Վաշինգտոնը ստիպում է Կիևին ընդունել։ Նախնական նախագծի համառոտ տարբերակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ցանկանում է ստանալ Ուկրաինայի բնական պաշարներից եկամուտը երկար տարիներ։ Զելենսկին ասել է, որ Կիևի իրավաբանները պետք է ուսումնասիրեն այդ առաջարկը։ Թրամփն այս մասին խոսել է հետևյալ կերպ. «Ես տեսնում եմ, որ Զելենսկին փորձում է հրաժարվել հազվագյուտ մետաղների համաձայնագրից, իսկ եթե դա նա անի, կունենա շատ լուրջ խնդիրներ։ Մենք համաձայնագիր կնքեցինք, իսկ հիմա նա ասում է, գիտես, ես ուզում եմ վերանայել պայմանները։ Նա ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, բայց նա երբեք չի դառնալու։ Նա դա հասկանում է»։ Երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին հարցրել են ինչ է մտածում Թրամփի զայրույթի մասին Պուտինի նկատմամբ, նա նշել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Վաշինգտոնի հետ եւ եթե անհրաժեշտ լինի, հնարավոր է արագ կազմակերպել նաեւ հեռախոսազրույց Թրամփի եւ Պուտինի միջեւ։ Թրամփն ավելի ուշ կրկնել է, որ հիասթափված է Պուտինից, սակայն ավելացրել է. «Կարծում եմ, մենք առաջ ենք շարժվում քայլ առ քայլ»։ Հրադադարի հնարավորությունը դեռևս անորոշ է։ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը անմիջապես եւ ամբողջությամբ 30 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Սևծովում մասնակի հրադադարի գաղափարը խափանվել է Կրեմլի բանակցողներից եկած ծանր եւ անընդունելի պահանջների պատճառով։ Միևնույն ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ռազմական հոսպիտալին, առևտրի կենտրոնին եւ բնակելի շենքերին Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքում Խարկովում, սպանելով 2 եւ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Ուկրաինական պաշտոնյաների կարծիքով Ռուսաստանը նախապատրաստում է նոր լայնածավալ հարձակում, որպեսզի ուժեղացնի ճնշումը Կիևի վրա եւ ամրապնդի դիրքերը հրադադարի բանակցություններում։ Թրամփը հայտարարում է ազատագրման օր խոստանալով մաքսատուրքերին նոր փաթեթ, որը կազատի ԱՄՆ-ը արտասահմանյան արտադրանքներից։ Թեև մանրամասները դեռևս հստակ չեն, տնտեսագետներն արձագանքում են, որ մաքսատուրքերի ծանրաբեռնվածությունը կհասնի սովորական ամերիկյան ընտանիքներին ավելացած գների, նվազած եկամուտների տեսքով։ Սակայն Թրամփը անտարբեր քննադատությունների հանդեպ Սպիտակ տուն է հրավիրել խոշոր ընկերությունների ղեկավարների, ասելով, թե նրանք ներդրումներ կատարեն 100 միլիարդավոր դոլարների նոր նախագծերում, ներմուծումից խուսափելու նպատակով։ Թրամփը չի բացառել, որ մաքսատուրքերը կարող են կարճաժամկետ լինել, եթե դրանից հետո հնարավոր լինի հասնել գործարքի։ Տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ ոչ մի դրական արդյունք էլ չի լինի։ Բարձր գներ մեքենաների, սննդամթերքի, բնակարանաշինության ու այլ ապրանքների համար, կորպորատիվ շահույթների անկում, տնտեսական աճի դանդաղում։ Ավտոմեքենաների մաքսատուրքերը կարող են յուրաքանչյուր մեքենայի արժեքը բարձրացնել մոտավորապես միջինը 4711 դոլարով։ Բնակարանների միջին արժեքը կբարձրանա 21000 դոլարով։ Սպիտակ տան տնտեսական խորհրդական Պիտեր Նավարոն Fox News-ին ասել է, որ մաքսատուրքերը տարեկան կբերեն մոտ 700 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը կդառնա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարկային բեռը։ Թրամփն արդեն երրորդ անգամ է օգտագործում ազատագրման օր արտահայտությունը։ Նախ 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրությունների օրն էր անվանել այդպես, ապա 2025 թվականի հունվարի 20-ի երդմնակալության օրը, իսկ այժմ էլ ապրիլի 2-ը, երբ ներկայացվելու են նոր մաքսատուրքերը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ կիրակի օրը ԱՄՆ-ն արտաքսել է Տրենդե Արագուայի եւ MS-13 հանցավոր խմբի եւս 17 ենթադրյալ անդամների։ Սակայն Սպիտակ տան աղբյուրի փոխանցմամբ Տրենդե Արագուայի ենթադրյալ 7 անդամները արտաքսվել են ներգաղթի այլ կարգավորումներով, որոնք կապ չունեն օտար թշնամիների մասին օրենքի հետ։ Մյուս 10-ը ենթադրյալ MS-13-ի անդամներ են։ Ռուբիոն հայտնել է, որ արտաքսումները դեպի Էլ Սալվադոր իրականացվել են հակահաբեկչական գործողության շրջանակում եւ շնորհակալություն է հայտնել այդ երկրի նախագահ Նայիբ Բուկելեին համագործակցության համար։ Այս հանցագործներն այլևս չեն ահաբեկի մեր քաղաքացիներին եւ համայնքները, գրել է Ռուբիոն սոցցանցերում։ Սալվադորի ոստիկանությունն է ուղեկցել ենթադրյալ Տրենդե Արագուա եւ MS-13 խմբի անդամներին, ուղղորդելով նրանց ահաբեկչական կենտրոնացված բանդ համաձայն ԱՄՆ-ի եւ Սալվադորի միջև համագործակցության։ Դաշնային դատավոր Էդվարդ Չենն այսօր արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը դադարեցնելու Վենեսուելայից շուրջ 600,000 ներգաղթյալի ժամանակավոր օրինական կեցության եւ աշխատանքի իրավունքը ԱՄՆ-ում։ Որոշման գործադրումը կթողներ 350,000 մարդու արտաքսման վտանգի տակ, եթե չկասեցվեր։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը փետրվարին էր հրահանգել դադարեցնել այս ծրագիրը, որը հայտնի է որպես ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ TPS։ Նա պնդել էր, որ ներգաղթյալները բեռ են տեղական կառույցների վրա
վրա եւ նրանց շարքում նշել է, որ կան Տրենդե-Արագուա հանցավոր խմբի անդամներ։ Սակայն դաշնային դատավորչենը կայացրել է ժամանակավոր կասեցման որոշում, մինչդեռ գործը քննվում է դատարանում։ Ծրագրի դադարեցումը կարող է վնաս հասցնել 100,000-ավոր մարդկանց, տնտեսությանը միլիարդավոր դոլարների կորուստ պատճառել եւ սպառնել հանրային առողջությանն ու անվտանգությանը, գրել է դատավորչենը։ Դատավորը մեջբերել է նաեւ պետդեպարտամենտի գնահատականը, համաձայն որի Վենեսուելան շարունակում է մնալ անցանկալի երկիր ճամփորդությունների համար, մակարդակ 4 մի ճամփորդեք երկրի ցանկում է, պատճառաբանելով ապօրինի ձերբակալությունների, ահաբեկչության, առևանգումների, իրավական կամայականությունների, հանցավորության եւ վատ առողջապահական ենթակառուցվածքների ռիսկերը։ Սա տալիս է իրավունք մտածելու, որ եթե 350,000 անմիջապես արտաքսում լինի, նրանք ուղիղ ռիսկերի տակ կլինեն։ Չենը նաև նշել է, որ ծրագրի շահառու վենեսուելացիները միջինից բարձր կրթություն ունեն, նրանց մոտ կեսը բակալավրի աստիճան ունի, եւ նրանք մեծ ներդրում են ունենում ԱՄՆ տնտեսության մեջ։ Նրանց մոտ հանցագործությունների մակարդակը ավելի ցածր է, քան ԱՄՆ ընդհանուր բնակչության շրջանում, գրել է դատավորը։ Այսօրվա լուրերից էլ առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։